Ուրեմն երեխաս ծնվել է աչքի հետ կապված խնդիրով, դեղության ընթացքում ծանր հղիություն է տարել, այստեղ մեր գոտի բժիշկները ասում են, որ ինչ-որ գրիպից է հնարավոր որ լինի այսպես, կամ ծանր վիրուսով է վարակվել, այդտենց մենք դիմել ենք Մալայանի կենտրոն, այնտեղ երեխային հետազոտել են ու նորից նույն բանն են ասել, որ հնարավոր է Մայրը, որ հղիության ընթացքում հիվանդացել է։ Վիրուսով վարակվել կամ ինչ-որ գրիպով, ու տենց ինչ-որ կոնկրետ բան չեն ասում, որ ինչ-որ կոնկրետ այս ինչ բանից է պատճառը, որ երեխաս այսպես է ծնվել։ Իսկ ում եք դիմել, այսինքն խնդրի լուծման համար, ինչ է անհրաժեշտ երեխայի այս աչքի հետ կապված խնդիրը, ինչ անվանում ունի բժշկական տեսանկյունից, ինչ են խորհուրդ տալիս բժիշկները։ Ես բոլոր հիվանդանոցները դիմել եմ, բայց մենակ Մալայան հիվանդանոցն է, որ փորձել է օգնել, նրանք ասել են, որ խորոց չունի, պետք է ինչ-որ իմպլանտ տեղադրեն, որ այդ խորոչը ստեղծվի, հետագայում օպերացիայով պրոթեզավորեն աչքը, ու տենց նրանք ինձ ասին, որ 40 կը ստուգեցին երեխային, ամեն ինչ նորմալ էր, ասացին 40 կը լինի, կբերեք, որ սկսեն գործընթացը, հետո 40 կը անցավ տարանք, նրանք ասին, որ ինչ-որ Ամերիկայից բժիշկներ ունեն այնտեղ, նորից երեխայից նկարին, որ տանեն Ամերիկա ցույց տան, այդտենց ասին, որ սպասեք մինչև այդ իմպլանտը ղրգեն, որ սկսեն գործընթացը, մեր մոտ չկա այդ ամենափոքր իմպլանտը, որ մենք օպերացիան անենք։ Հետո անցավ որոշ ժամանակ, նորից դիմեցի, նրանք ասացին, որ դեռ չեն կապնվել մեր հետ, ինչ-որ լինի, մենք հեռախոսով ձեզ հետ կկապնվենք, այդտենց ահագին վաղ անցավ, նորից գնացի, ասեց Մալայանի հետ բժիշկը, ասեց, որ մենք մեր կապերը խզել ենք այդ ամերիկացու հետ, չենք կարող ղրգեն, փորձենք ինչ-որ մի ուրիշ ճանապարհով գտնենք այդ իմպլանտը, նրանք ինձ ասին, որ սենց տեղ կա, բայց պետք է դուք գնեք այդ իմպլանտը, ես ասի դրան էլ եմ համաձայն, դուք ինձ գինը ասեք, ես պատրաստ եմ մենակ բուժվի երեխան, բա կապնվենք իրանց հետ, գինը պայմանավորվենք, ձեզ կասենք, անցավ որոշ ժամանակ, նորից գնացի, բա չենք փորձում բանը, կապ չի կարում հաստատենք նրանց հետ։ Դա ինչ ընկերություն էր, էլի հիմնադրամ ինչ-որ։ Դե ինչ չասին, ասին մենք կապնվենք, ասին ինչ-որ տենց հիմնադրամ, հա։ Այդտենց ես էլ որ տեսա, որ հետաձգվում է, ասի այդ իմպլանտի հետ անունը թղթի վրա գրեք տվեք, որ փորձեմ ես էլ հետաքրքրվեմ, որ ինչ-որ բանով է ես օգտակարում եմ։ Այդտենց Մոսկվայից ապան Ռուսաստանում հետաքրքրվել է 10,000 ռուբլի եղել այդ իմպլանտը, ասել են, բայց չեն կարող վաճառենք, որ տանեք, երկուց մի բան լինի, մենք մեղավոր կլինենք, դուք ձեր երեխային բերեք, այդ բոլոր օպերացիա ես կանեմ։ Հետո պապան հարցրել է, թե ինչ արժի այդ օպերացիան, այդ բոլոր գործընթացները, նրանք ասել են ձեր ուժերից վեր է, էլի, պետք է փորձեք ինչ-որ հովանավոր գտնեք, մենք հովանավոր հետ կպայմանավորվենք, կբուժենք երեխային։ Հիմա ես փորձում եմ ինչ-որ մի կազմակերպության կամ ինչ-որ մի հատ բավերարի դիմեմ, որ Ում եք դիմել այսքան ժամանակ։ Ես ամերիկա բանկ եմ դիմել օգնելու համար, նրանք ինձ ասեցին կօգնեն ու տենց դեռ ընթացքի մեջ է, այդ գործընթացը, որ օգնեն, չգիտեմ ինչքանով կօգնեն, ոնց կօգնեն, բայց որոշել են, որ օգնեն, էլի։ Իսկ փաստորեն ոչ ռուսականը հիվանդանոցում, ոչ այստեղ Հայաստանում ձեզ կոնկրետ գումար չեն նշում։ Կոնկրետ այդ օպերացիա գինը չեն ասել, ասել են հովանավոր կլինի, մենք դրա Բայց ասել են, որ մեծ գումարների հետ է կապված։ Ասել ձեր ուժերից վեր է, էլի։ Որ հովանավորը մեզ հետ կապնվի, մենք փորձենք նրա հետ։ Իսկ այդ իմպլանտը, որ ասում են դնեն երեխայի աչքին,
Դա ես ինչքանով հասկանում եմ, մի անգամ դնելով ոչինչ չի փոխվի։ Ինչ գործընթաց է դրա համար պետք։ Չէ, այդ իմպլանտը հիմա ամենափոքր համարն է, Հայաստանում չկա, այդ ամենափոքր համարն են փորձում գտնենք, որ սկսեն այդ գործընթացը։ Մնացածը ըստ Մալայանում ասել են, որ կա, էլի։ Մնացած չափսերը։ Մնացած չափսերը կա։ Իսկ ինչքան պիտի այդ իմպլանտները դնեն, որպեսզի երեխայի աչքը, խոռոչը բացվի։ Դե ինչքանով որ ես տեղեկացված եմ, ասում են շաբաթը 1, 10 օրը 1, ամիսը 1, ինչ որ փոխվում է այդ իմպլանտը ավելի մեծ համարներ է դրվում, որ գնալու այդ կառուցվածքը Բայց Հայաստանում վստահեցրել են, որ կարողանան Հայաստանում ասին այդ իմպլանտը եթե լինի, մենք կանենք ամեն ինչ։ Բայց առաջին փոքրիկ իմպլանտը պետք է տեղադրվի ռուսական հիվանդանոցներում։ Չէ, դե չեն ասեն կոնկրետ։ Իրանք ասին դուք այդ իմպլանտը գտեք բերեք, մենք այդ օպերացիաները Բայց Ռուսաստանի հիվանդանոցը չի տրամադրում այդ իմպլանտացումը։ Ունի 10000 ռուբլի արժի, բայց ասելա չեմ վաճառում, էլի որ տանեք եկուց մի բան ունի ձեր երեխային, ասեք ձեր դուք եք մեղավոր, ինչ-որ բանով բերեք, ասում եմ ես օպերացիան եմ, որ ամեն ինչին ես պատասխանատու եմ։ Հիմա այդ ձեր մեկնումի համար Ռուսաստան պետքա ինչ-որ մի հատ հովանավոր լինի, որ ինչ-որ մի հատ հիմնադրական կազմակերպություն, որ փորձի ինձ օգնի, որ երեխաս բուժվի, էլի։ Իսկ հույս ունեք։ Դե հույսս Աստծուց չեմ կտրվել։ Ամեն ինչ հնարավոր է կանում երեխայիս համար, մենակ թող բուժվի։